Այս դասախոսության մեջ ես արդեն ուզում եմ թողնել հին հունական փիլիսոփայության դաշտը, թեև թողնել չի հաջողվի, որովհետև թեմաները շարունակվում են, եւ անցնել միջնադարյան փիլիսոփայությանը, որի սկիզբը սովորաբար հաշվում են 476 թվականից, այս անգամ արդեն մեր թվարկության, որովհետև դա արևմտյան հռոմեական կայսրության անկման տարեթիվն է։ Եվ այստեղ ես դες ուզում եմ մի հետաքրքիր զուգահեռ ցույց տալ, տեսեք 476 թիվն է։ Մենք մեր պատմության մեջ ունենք 3 կարևորագույն թիվ։ 301 քրիստոնեության ընդունելը, 412 Մեսրոպի տառերը եւ 451 Հավարայրի ճակատամարտը։ Փաստորեն 451-ը Հավարայրում մենք այդ 3-ը բերում ենք Կիմիի եւ ստանում ենք մի ամբողջություն, այսպես մեր կարծես թե ժամանակակից ինքնությունն է կերտվում դրանով, եւ 476, այսինքն մոտարապես նույն ժամանակն է։ Այնտեղ սկսվում է միջնադարը, մեզ մոտ էլ սկսվում է մեր միջնադարը։ Առաջինից 4-րդ դարերը կարծես թե մի քիչ այսպես կիսատ ժամանակներ են։ Այնտեղ ստոիկները, էպիկուրեականները, նոր պլատոնականները, քրիստոնեությունը փաստորեն մրցակցում էին, պայքարում էին հանուն անտիկ ժառանգության։ Եվ վերջապես քրիստոնեությունը բնականաբար հաղթում է եւ առաջանում է մի նոր մոտեցում աշխարհի նկատմամբ։ Սա արդեն կենտրոնացված մոտեցում է, հիմքում ընկած է ոչ թե բնությունը, այլ բնականաբար Աստված։ Երկու հիմնական գաղափար կա. աշխարհը ստեղծված է, գիտելիքը հայտնություն է, Աստված տվել է հայտնություն։ Աստված ակտիվ է, մնացյալը ստեղծված։ Այսպիսով փիլիսոփայության հիմնական հարցը փոխվում է։ Տեսեք, բոլոր հույները այս կամ այն ձևով հարց էին տալիս, ինչ է եղել սկզբում, դա հենց արքեն էր։ Հիմա պատկերացեք քրիստոնյային ասում եք, ինչն էր ի սկզբանեն։ Մարդը զարմանում եւ ասում է, չգիտես, ի սկզբանե էր բանն եւ բանն էր առ Աստված, Աստված ինքն էր բանն եւ չկար ոչինչ առանց նորա եւ ոչինչ եղև առանց նորա, որ ինչ եղևն։ Այսինքն այս հարցը լուծված է։ Մոտ 1000 տարի այս հարցը լուծված է։ Եվ եթե ի սկզբանե էր Աստված, այդ հարցը տալ անիմաստ է, ուրեմն հետևաբար փիլիսոփայությունը մնում է ինչ որտեղ սպասարկել, բացատրություններ տալ այդ հարցի շուրջը։ Այս իմաստով է, որ պաստորեն միջնադարում երբեմն ասում են, որ փիլիսոփայությունը աստվածաբանության աղախինն է դառնում։ Եվ դա բնական է, որովհետև փիլիսոփայությունը չի կարող հավակնել արդեն խոսել բաների մասին, որոնց մասին աստվածաբանությունը խոսում է։ Հետագայում Հայդեգերը կասի, որ քրիստոնեական փիլիսոփայությունը փայտ է երկաթե, որովհետև երբ որ դուք սկսում եք խոսել այն բաների մասին, որոնց մասին փիլիսոփայությունն ընդհանրապես պիտի խոսի, դուք ձեռք եք բարձրացնում Աստծո վրա։ Որովհետև դուք սկսում եք ուրիշ լեզվով, ուրիշ տրամաբանությամբ ասել այն ամենը, ինչ որ արդեն հավատն ասում է։ Հետևաբար, այստեղ մի նեղ շրջանակ է ֆիքսվում։ Արդեն առաջին մտածողներից կարող ենք հիշել Օգոստոս Երանելուն, որը 4-5-րդ դարի մտածող է, եւ Բոեցիուսին։ Բոեցիուսը 480-ից 524 թիվ, չեմ կարող ասել, որ Բոեցիուսը հատուկ հայտնագործություն է արել։ Բայց Բոեցիուսը մի ուրիշ կարևոր բան է արել։ Նա կարծես թե այն ամենը, ինչ որ հունական մտքից գալիս էր, կարողացել է այսպես միավորել եւ պահել եւ մի քանի 100 տարի հետո այդ ամենը նորից վերարտադրել։ Այսինքն նա պրոֆեսիոնալ մակարդակն է պահել եւ ստեղծել այն, ինչ որ անվանում է սխոլաստիկա, այսինքն սխոլա, դպրոց բառից ելնելով, այսինքն դպրոցական ուսուցման հնարավորություն է տվել փիլիսոփայության ամբողջ այդ անտիկ հարստությանը, գումարած բնականաբար քրիստոնեական գաղափարախոսություն։ Դրա համար այդ փիլիսոփայությունը սկզբունքորեն հիմնվում է Պլատոնի եւ Արիստոտելի գաղափարների վրա։ Բայց այդ գաղափարները յուրահատուկ ձևակերպում են ստանում նոր պլատոնական Պորփյուրը, որը 232-ից 304 թիվն է ապրել, Արիստոտելի մեկնաբանություններում մի այսպիսի հարց է ձևակերպում, որը դառնում է ամբողջ միջնադարյան փիլիսոփայության հիմնական հարցը։ Դա այսպես կոչված ունիվերսալյաների հարցն է։ Ունիվերսալյան դա ընդհանուր հասկացությունն է։ Այսինքն այն, ինչ որ Պլատոնն ասում էր էյդոս, ինչ որ Արիստոտելն ասում էր ձև, եւ ահա ուրեմն այդ Պլատոնի եւ Արիստոտելի վեճը, թե իրենք որտեղ են, առաջնային են, երկրորդային են, թե չէ, գալիս է դառնում է ունիվերսալյաների հարց։ Այսինքն
Դա խնդիրը հետևյալն է. ինչ կերպ գոյություն ունի ընդհանուրը։ Գոյությունը, ուրեմն ընդհանուրը գոյություն ունի ինքնուրույն, թե միայն իրերի մեջ եւ իրերից հետո։ Մեզ համար այսպես կարծես թե մեծ խնդրեմ չի, բայց իրենց համար դա հիմնական խնդիրն է։ Եվ ահա այս հարցին պատասխանելու իմաստով բոլոր ուղղությունները միջնադարյան փիլիսոփայության բաժանվում են ռեալիզմի եւ նոմինալիզմի։ Տեսեք, թվում է թե ռեալիզմը պետք է լինի նա, որը ասում է, որ ունիվերսալները գոյություն ունեն իրերի մեջ, ռեալ են, այսինքն ռեալը իրականությունն է, չէ՞։ Բայց իրենց մոտ հակառակն է, քանի որ հարցը դրված է ունիվերսալյաների գոյության մասին։ Երբ որ ես ասում եմ ունիվերսալյան ընդհանուր հասկացությունը գոյություն ունի ռեալ ձևով, ես ռեալիստ եմ։ Այսինքն նրանք, ովքեր որ ավելի իդեալական են մտածում, ռեալիստներ են։ Իսկ մյուսները նոմինալիստներ են, ինչու նոմոսը անունն է, անուն։ Այսինքն եթե ինձ հարցնեն, թե ինչ բան է ընդհանուրը, ես որ շատ խիղճ ես կորցնեմ, կասեմ ընդհանուրը այն է, որ ես անուն եմ նշանակել բոլոր այդ դասի իրերը նշանակելու համար, ասենք ես կա աշխարհում, ես չգիտեմ քանի հազար ձի, բոլոր ձիերին անձամբ չեմ ճանաչում։ Ուրեմն այդ մի հատ ունեմ ձի հասկացությունը եւ ձին որպես ունիվերսալիա միայն անունն է նշանակելու համար բոլոր ձիերին։ Այդ իմաստով նոմինալիստները փաստորեն ավելի հակված են չընդունելու ունիվերսալյաների ինքնուրույն գոյությունը, իսկ ուրեմն ռեալիստները հակված են։ Ահա ռեալիզմը, երբ որ նա ասում է, որ այո, դրանք ինքնուրույն գոյություն ունեն, նա ասում է, որ ունիվերսալյաները գոյություն ունեն մինչև իրերը, բնականաբար Աստծո գիտակցության մեջ, եթե Աստված կա, ուրեմն Աստված մտածում է, չէ՞, միջև ստեղծել է ուներ, չէ՞, այդ գաղափարները, մինչև իրերը, իրերում, որտեղ իրերն էլ իրենց մեջ պարունակում են այդ ֆորման, եւ իրերից հետո արդեն մեր մտքում, որտեղ մենք էլ իրերը տեսանք եւ մեր մտքում կազմեցինք որոշակի հասկացություններ։ Դրանց կողմնակիցներից էին Անսելմ Քենտերբերացին 1225 թվականից մինչև 1274, Դունս Սկոտը եւ այլն։ Նոմինալիզմի ներկայացուցիչներից մի քանի անուն տամ, դրանցից է Ռոսցելինը, որը ապրել է 11-րդ դարում, մի քիչ 12, որը ծայրահեղ նոմինալիստ էր, Պիեր Աբելարը, Աբելարի մասին երևի կարող եք որոշ բաներ լսած լինեք, որովհետև նրա մասին այդ սիրային վեպը կա, Աբելար եւ Էլոիզա։ Հայտնի սիրավեպն է, ուրեմն որի ինքը հերոս է ծառայել եւ իսկապես տուժել է դրանից, եւ Ուիլյամ Օկամը։ Այս Ուիլյամ Օկամը հետաքրքիր է տիպիկ բրիտանական մտածելակերպ է, ծնվել է 1300-ին, մահացել է 1350 թվականին, որովհետև նրան է պատկանում այսպես կոչված Օկամի ածելին։ Շատ լավ սկզբունք է, ես կարծում եմ ժամանակ առ ժամանակ կարելի է դա կիրառել։ Օկամը արդեն ասացի նոմինալիստ է, հետևաբար նա ասում է, որ կան միայն իրերը, իսկ ուրեմն ունիվերսալյաները միայն անուն են նշանակելու համար այդ իրերը։ Ինչու պետք չի ենթադրել, որ կան նաև ինքնուրույն հասկացություններ, ունիվերսալյաներ, որովհետև Օկամն ասում է մի բազմապատկեք էությունները առանց անհրաժեշտության։ Եթե մի բանը կարող եք բացատրել մի բանով, ինչ եք բացատրում երկու բանով։ Եվ սա է Օկամի ածելին, նա ասում է դաժանորեն կտրեք ածելով, անջատեք այն, ինչ առանց ինչի կարելի է յոլա գնալ։ Եվ այս իմաստով նոմինալիզմի շատ կարևոր սկզբունք է, որը մենք գիտենք, հետո ամբողջ բրիտանական փիլիսոփայության մեջ առկա է։ Եթե կարելի է ինչ-որ վերացական բաների մասին չխոսել, լավ է չխոսել։ Ուրեմն այս պաթոսը բավական առողջ կարծես թե գեղեցիկ պաթոս է։ Այնուամենայնիվ ամենամեծը այդ ամբողջ ուրեմն խմբից դա Թովմաս Ակվինացին է, Թովմա Ակվինացին, որը գիտեք ինչով է հետաքրքրական, որ նա վերցնում է ամբողջ արիստոտելյան համակարգը եւ Արիստոտելի համակարգը մեկնաբանում է քրիստոնեության ոգով։ Այսինքն մի ահռելի տիեզերական, այսպես շենք է կառուցում, որտեղ արիստոտելիզմը եւ քրիստոնեությունը միավորված են։ Այս առումով չափազանց հետաքրքրական մի պատմություն է։ Եվ այստեղ հիմնական հարցերից մեկը որն է, դա կամքի ազատության հարցն է։ Շատ հետաքրքիր հարց է, զուտ քրիստոնեական առումով շատ հետաքրքիր։ Տեսեք, մարդը ստեղծվել է ազատ։ Աստված մարդուն ստեղծել է ազատ։ Հարց է առաջանում, եթե Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով, ինչի է պարտավոր մարդը կատարել Աստծո պատվիրանները։ Ազատ չեմ, կուզեմ կկատարեմ, կուզեմ չեմ կատարի։
Եթե ես պարտավոր եմ կատարել Աստծո պատվիրանները, ուրեմն ես խամաճիկ եմ, ես ազատ կամք չունեմ։ Իսկ եթե ազատ կամք ունեմ, ինչի ես ինձ մեղադրում նրանով, որ ես չեմ կատարում քո պատվիրանները։ Սա շատ լուրջ հարց է, շատ լուրջ դիալեկտիկա է, որ հետո շարունակվում է նաև մեր օրերում, եւ ահա իրենք պատասխանը գտնում են հետեւյալ ձևով։ Ասում են իհարկե մարդը ազատ է, բայց Աստված մարդուն ստեղծելով յուրաքանչյուրի ոգում դրել է իր աստվածային կայծը։ Եվ այդ կայծը, որը մարդու մեջ կա, մարդու էության մի մասն է եւ աստվածային մասն է, մղում է մարդուն իր սեփական կամքով, իր բարի ցանկությամբ անել այն, ինչ Աստված նրանից ակնկալում է։ Ահա ուրեմն այսպիսի մի կապ, որը մի քիչ կապ չունի նոմինալիզմի եւ ռեալիզմի հետ, բայց շատ հետաքրքիր բան է, ես դա ուզեցի անպայման նշել։ Եվ մյուս հանգամանքը, որը նույնպես անպայման ուզում եմ նշել, դա մեր հայկական մասնակցությունն է այս ամենին, որովհետև արդեն միջնադարում մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ հայերը բերում են մասնակցություն այս ամբողջ process-ին եւ տալիս են չափազանց հետաքրքիր մտածողներ, որոնք գիտեք չափազանցություն կլիներ ասել, թե ինչ որ նոր որակ են հաղորդել համաշխարհային մտքին, ոչ, բայց նրանք ուրիշ չափազանց կարևոր բան են արել, նրանք համաշխարհային միտքը բերել են Հայաստան եւ հայկական միտքը բարձրացրել են համաշխարհային մտքի մակարդակի, այսինքն համապատասխանության մեջ են դրել։ Եվ ահա այդ աշխատանքը սկսվում է նաև հունական փիլիսոփայական գրականության թարգմանություններից։ Դուք գիտեք, որ հենց որ Մաշտոցը ստեղծում է հայոց հայբուբենը, առաջանում է այդ թարգմանական շարժումը, եւ այստեղ առաջանում է հունաբան դպրոցը, այսպես կոչեցյալ, որը ձգտում է ուրեմն մաքսիմալ բերել այն, ինչ որ հունական մշակույթում կա, դարձնել հայկական։ Եվ այստեղ շատ հետաքրքիր մի process է տեղի ունենում փիլիսոփայական տերմինաբանության ստեղծման հարցում։ Հայերը սկսում են հունական փիլիսոփայության տերմինները պարզապես ուղիղ թարգմանել։ Այսինքն կրկնօրինակում են տերմինը։ Այն ժամանակ դա թվում է ինչ-որ անկապ բան, բայց հետո գալիս մտնում է եւ դառնում է նորմալ բառ։ Հիմա ես մեծ հաճույքով ձեզ ուզում եմ մի ցուցակ այստեղ կարդալ որոշ բառերի, որը ես քաղել եմ Լուսահոգի Սեն Արևշատյանի գրքից, ինչպես է ահա այդ process-ը տեղի ունեցել։ Տեսեք, մինչ այդ մենք գրում ենք իրք, որք հոդեայք են։ Այսինքն իրեր, որոնք ինչ որ բաներից են բաղկացած։ Հիմա դա դարձնում ենք բաղադրյալ, որը համապատասխանում է հունարեն սինթետիկոս։ Սինթետիկոսը ես թարգմանում եմ որպես բաղադրյալ։ Ուրեմն էլ այլևս պետք չունեմ այդ նկարագրության, ես ունեմ եզր, բաղադրյալ։ Այս որ ասացավ, սրա փոխարեն ես ասում եմ ստորադասություն, կատաֆազիս։ Հիմա բերել ի վկայություն, բերել ի վկայությունը որն է, ապացույց, ես ասում եմ ապացույց, ապոթեզիս, ինչ որ կայցե մնայցե, ինչ որ կա և մնում է, չէ, ինչ որ կայցե մնայցե, ենթակա, իպոքեմենոս, ճարք, որ ունին հիմն հաստատության, ճարք, որ ունին հիմն հաստատության, տրամախոհություն, դիանոյա, արվեստ, որ աչոք երևի, տեսություն, թեորիա, այստեղ մի չափազանց հետաքրքիր պահ է առաջանում, տեսություն, մենք գիտենք, որ տեսությունը վերացական բան է, չէ, բայց տեսությունը տեսնել բառի վրա է հիմնված, որը նույն էյդոսն է, տեսություն, թեորիա, եւ այստեղից մենք պետք է հիշենք նաեւ դրա մասին խոսվի, տեսակ բառը, տեսակը ի վերջո էյդոսն է, ընդհանուրն է, ունիվերսալն է, տեսակն այն է, ինչ որ տեսնում ես։ Եվ վերջապես արվեստ, որ արդյամբ հաստատի, գործնական, այսինքն պրակտիկ է։ Հայերը փաստորեն հիմնականում կենտրոնանում են Արիստոտելի աշխատանքների վրա, օրգանոնի վրա, բայց Արիստոտելի աշխատանքները շատ բարդ էին։ Նույնիսկ Բոեցիուսը, որը հունարենից թարգմանել է Արիստոտելի աշխատությունները, լատիներեն է դարձրել, նա բողոքում է, որ Արիստոտելը շատ մութ է, համարյա նույնքան մութ է, որքան Հերակլիտեսը, որին անվանում էին մութ,
Եվ դժվար է թարգմանել, դժվար է հասկանալ ինչ ասում, բնականաբար, եթե նրա համար դժվար էր, մեզ համար էլ պետք է դժվար լիներ, դրա համար հայերը մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն Արիստոտելին, այլև Պորփյուրին։ Պորփյուրը, ինչպես արդեն ասացի, այդ հարցը, որ ձևակերպել էր, նոր պլատոնական փիլիսոփա էր, որը տվել է շատ հայտնի ներածություն Արիստոտելի օրգանոնի։ Ուրեմն հայկական իրականությունը հենվել է որքան Արիստոտելի վրա, որքան էլ այդ Պորփյուրի ներածության վրա, որտեղ այնտեղ պոպուլյար ձևով բացատրվում է, թե ինչ ասել Արիստոտելը։ Եվ ահա մեր հիմնական աշխատությունները, մեր ասած նկատի ունեմ հայերիս հիմնական աշխատությունները, դա Արիստոտելի կամ Պորփյուրի աշխատանքների մեկնաբանություններն են, որը նորմալ է այն ժամանակվա, որտեղ մեկնաբանություններով դուք պատկերացումներն ես տալիս այդ ամենի մասին։ Մեծագույնը Դավիթ անհախտն է։ 5-րդ դարի Ալեքսանդրյան նոր պլատոնական դպրոցի ներկայացուցիչ։ Մտած է լրիվ հունական աշխարհի մեջ, արդեն ասի Ալեքսանդրյան, ուրեմն նոր պլատոնական դպրոցն է, գրել է հունարեն։ Հիմնական գործը հունարեն կոչվել է պրոլեգոմենա, այսինքն ներածություն փիլիսոփայության, հայերեն թարգմանվել է սահմանք իմաստասիրության, այսինքն փիլիսոփայության սահմանումներ։ Եվ հայերեն թարգմանությունը իհարկե որոշ չափով տարբերվում է հունարենից, որովհետև այնտեղ որոշ բաներ թարգմանիչը փոխել է, որ ավելի հասկանալի լինի։ Հիմքում ընկած է փիլիսոփայության 6 սահմանում, որոնք վերցված են Պյութագորասից, Պլատոնից, Արիստոտելից։ Եվ ահա ուրեմն այդ ամենը նա սահմանում է, ուղղակի բերեմ այդ սահմանումները ինքնին հետաքրքիր են, փիլիսոփայությունը գիտություն է գոյի մասին որպես այդպիսին, աստվածային եւ մարդկային իրերի, միտք է մահվան մասին, այսինքն ճիշտ պետք է սովորել ապրել, որպեսզի քանի որ մահ կա, մահվան մասին մտածողը պետք է ճիշտ ապրի, ճիշտ կարելի ապրել փիլիսոփայության իմացության պայմաններում, Աստծուն նմանվելն է մարդկային կարողությունների չափով, արվեստների արվեստ է եւ գիտությունների գիտություն, սեր է առ իմաստություն։ Ուրեմն տեսեք, ոչ մեկը սրանցից նոր բան չի։ Այս բոլորը եղել է հին հունական մտքում, բայց Դավիթ այս բոլորը բերել է իմի եւ բերել է տվել է հային։ Գրել է հունարեն, բայց հասել է հայերին։ Պատասխանելով Պորփյուրի հարցին ունիվերսալյաների մասին, նա քննադատում է այն տեսակետները, որոնք ունիվերսալյաները բացարձակ նոմինալիստական են դարձնում, շատ այսպես պարզունակ կուպտացնում են եւ դիտում են միայն իրերը եւ ոչ ընդհանուր հասկացությունները։ Օրինակ է բերում Անտիսթենի այդ ասույթը, որն ասել է. տեսնում եմ մարդուն, բայց չեմ տեսնում մարդկությունը, տեսնում եմ ձին, բայց չեմ տեսնում ձիությունը, տեսնում եմ եզանը, բայց չեմ տեսնում եզությունը։ Այսինքն կան միայն իրերը, բայց դա ծայրահեղ նոմինալիզմ է։ Դա ծայրահեղ նոմինալիզմ է։ Թավթի համար սա անընդունելի է եւ նա բերում հակադրում է դրան ռեալիստների տրիադան, 3 ձևով ունիվերսալյաների գոյությունը, ունիվերսալիա անտերեմ, այսինքն մինչև իրերը, ունիվերսալիա in re, իրերի մեջ, եւ ունիվերսալիա ուրեմն post rem, այսինքն իրերից հետո մարդկային մտքում։ Ահա ուրեմն այն, որ հայերը շատ բան թարգմանել են եւ որ ունեցել են մեկնություններ քրիստոնեության հայրերի, դա դեռ քիչ էր ամբողջական պատկեր ստեղծելու համար եւ ահա ուրեմն Դավիթը ստեղծել այդ ընդհանուր պատկերը։ Բայց քանի որ Դավիթի փիլիսոփայությունը ոտքից գլուխ հելենիստական էր, հունական էր, բնականաբար մի կողմից քրիստոնեությունը դա օգտագործել է, բայց մյուս կողմից էլ հակասություն է առաջացել հելենիզմի եւ քրիստոնեության միջեւ։ Դրա համար Դավիթը ունեցել է նաեւ հակասություններ, ուրեմն Հայաստանում դառնացած գնացել է Վրաստան, որտեղ եւ ցավոք սրտի մահացել է։ Դավթից հետո մենք կարող ենք խոսել եւս 3 գոնե շատ խոշոր փիլիսոփաների մասին, որոնց միայն անունները տամ, դրանով բավարարվենք։ Դրանք են արդեն 13-րդ դարի, 14-րդ դարի մեծ մտածողներ Վահրամ Ռաբունին, Հովան Որոտնեցին եւ Գրիգոր Տաթևացին։ Վերջին երկուսը Տաթևի դպրոցն են։ Այդ դրանց համար էլ նույնպես շատ կարևոր է ունիվերսալյաների հարցը եւ ունիվերսալյաների հարցը նրանք լուծում են ավելի շուտ նոմինալիզմի դիրքերից, քան թե ռեալիզմի դիրքերից, բայց ոչ մեկը նրանցից ծայրահեղ նոմինալիստ չէ։ Այս կապակցությամբ գուցե ամենահետաքրքիրը Որոտնեցու ասածն է, որը ասում է, եթե մենք վերցնենք պատկերը, պատկերի մեջ կա ուրվագիծ։ Իսկ պատկերը ամբողջականն է, ուրվագիծը ունիվերսալյան է, իսկ ամբողջական պատկերը իրն է։ Ես կարծում եմ սա այն գեղեցիկ պատկերն է, որի վրա մենք կարող ենք ավարտել մեր խոսքը միջնադարյան փիլիսոփայության մասին։